Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է, ողջույն, պարոն Խաչատրյան։ Ձեր կարծիքը ինչպիսին է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերի վերաբերյալ, արդյոք այն անհրաժեշտ քայլ չէր, այո, միգուցե իշխանությունը գնաց ցավոտ զիջումների, բայց անհրաժեշտ զիջումների, խաղաղություն կհաստատվի վերջում։ Ես չի սպասում, ասենց սարկազմով կսկսեր մեր Ում համար սարկազմ, ում համար իրական սպասելիքներ։ Այսինքն կարծիք չեմ կարող հայտնել մի բանի մասին, որը չեմ տեսել։ Եվ համար շատ հետաքրքիր է լսել այն մարդկանց, ովքեր ասում են, հա, շուտ արեք ստորագրեք, առանց տեսնելու այնտեղ ինչ է գրած։ Իսկ այն որ Նիկոլ Փաշինյանը 7 փակի տակ է պահում այդ տեքստը, ոչ մեկիս համար գաղտնիք չէ։ Եթե ինքը ասում է ժողովուրդ պետք է սա ստորագրենք, այլապես կլինի պատերազմ, այսինքն կոպիտ ասած ժողովրդին շանտաժի է ենթարկում եւ սպառնում է, ասում է սա է, ուզեսել չուզեսել, սա է, այլապես այլընտրանքը պատերազմն է։ Ուրեմն ինքը գոնե պետք է այդքան պատշաճություն, պարկեշտություն ունենա ժողովրդի հանդեպ եւ տեքստեր ապարակի։ Նայեցեք, այսօր էլ գրեց մի փոքրիկ գրառում, որ համաձայնեցված է համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման, ես պատրաստ եմ դնել փաստաթղթի տակ։ Եկեք հերթով գնանք, այսինքն որ ասում եք ինչ կարծիք ունեք, ես ասում կարծիք չի կարող լինել մի բանի նկատմամբ, որը գաղտնի է պահում։ Կներեք, պարոն Խաչատրյան, այդ գաղտնի կներեք, որ ընդհատում եմ, իշխանությունը ասում է գաղտնի բան չկա։ Այո, կետերի թվարկումով, այսպես 1, 2, 3, 4, 5, 17 չենք ասել հանրության, բայց բովանդակությունը քննարկվել է, մեր դիրքորոշումները հայտնել են։ Ուրեմն 2004 թվականից Հայաստանն եւ Ադրբեջանը բանակցում էին հիմնարար սկզբունքների շուրջ։ Մինչև Նիկոլ Փաշինյանը եկավ եւ ամեն ինչ հարամեց։ Ուրեմն սկզբունքորեն երկու կողմն էլ համաձայն էին այդ սկզբունքներին։ Բայց սատանան մանրուքների մեջ է, հերթականության մեջ է, ընդհանուր տրամաբանության մեջ է։ Դա մեկ, երկրորդը, այն ինչ որ մենք ենք տեսել, դա կարծեմ 7-րդ թե 8-րդ վերսիան էր։ Այդտեղ խաղաղություն չկա։ Այդտեղ կա միակողմանի զիջում ադրբեջանական պահանջներին։ Եվ այս ամեն ինչի մեջ, այս պատմության մեջ, երևի ամենաանկեղծը Գերմանիայի արտգործնախարարությունն էր, որն ասաց Հայաստանը գնաց քաջ զիջումների։ Այսինքն սա ինչով է դա ինչքան զիջումման գնալ, ինչքանով է քաջություն պահանջում, ես չգիտեմ եւ շատ զարմացած եմ Արայիկ Հարությունյանի գրառման վրա, որ Նիկոլ Փաշինյանը մեջների դուխովն էր, որ Ադրբեջանի առաջ ծնկի եկավ։ Դա ինչքանով է դուխ պահանջում մեզ չեն հասկանում։ Ասած այն էր, որ մյուսները չեն համարձակվում կնքել նման համաձայնագիր։ Իհարկե չէին համարձակվում, որովհետև նման համաձայնագիր չկար։ Զիջումների sense մի փունջ, Բաքվից մենակ Նիկոլ Փաշինյանին են ուղարկել։ Ինչ անի Խեղճ Փաշինյանը, պատերազմը սկսի։ Խեղճ Փաշինյանը։ Դե, բա ձեր ասածով շատ ճիշտ ասեցիք, Խեղճ Փաշինյանը։ Մի հատ սպիտակ թուղթ գտնի եւ մի հատ դիմում գրի ու գնա։ Դա չի գնում, դա չի ստացվում, պարոն Խաչատրյան, այդ լուծում չի ներկա։ Այսինքն ինչ է նշանակում, Փաշինյանը մի հատ թուղթ է բերել, ասում է սա պարտադրած թուղթ է։ Եթե չստորագրեմ կլինի պատերազմ։ Փաշինյանը վերջի 5 տարին ասում է սա էլ զիջենք, որ պատերազմ չլինի, սա էլ զիջենք, որ պատերազմ չլինի։ Զիջում ես, բայց պատերազմը չի հեռանում։ Այսօր էլ չի ասում, չստորագրենք, ինչ դուք էլ ասացիք, չստորագրենք կլինի պատերազմ։ Այսինքն սա պարտադրանք է, որ Փաշինյանը ծնկի է իջել եւ համաձայնվել է ստորագրի, բայց Ալիևը դրանով էլ չի բավարարվել։ Գնայք, պարոն Խաչատրյան, այս համաձայնագիրը ստորագրելու դեպքում, որը դուք չեք տեսել, բայց մենք բոլորս ինչ որ դետալներ տեղեկացված ենք եւ քննարկել ենք, ես չեմ պնդում, որ դուք ամբողջությամբ գիտեք, ես գիտեմ եւ ինչ որ ասեք 100%-անց է, դա ասենք, հա։ Ինչ են կորցնում, եթե ստորագրում եք։ Այս կոնկրետ, հա։ Հարցը պետք է ուրիշ ձևի գնա։ Նախ, դու կորցնում ես քո արժանապատվությունը, որովհետեւ քեզ թուղթ են դեմ տվել, ասեն ստորագրի։ Չէ, կոնկրետ։ Կոնկրետ եմ ասում, երկրորդը դու որևէ բան այդ թղթով չես շահում։ Եվ ուրիշ բան ասեմ, ախր Ռոբերտ, էլի սխալ նարատիվի մեջ ենք։ Ադրբեջանը ասելա տեքստը համաձայնեցրած է, իդեպ սրանք նիկոլականները գաղտնի էին դա պահում։ Էլի մեզ Ալիևն ասես, որ տեքստը համաձայնեցրած է, սրանք էլ կսկծու փառք Աստծո, ասին, հա դե համաձայնեցված է, բայց դե չսպասեցին, էս ինչ վատն են, մեզնից առաջ են գան։ Ժողովրդի թիկունքում գաղտնի են դա պահել։ Վերջի երկու կետը պարտադրված համաձայնվել են։ Եթե դա այդքան լավ թուղթ էր, թող իրանք ստորակ համաձայնվեին։
Ինչի վերջում գնացին պարտադրանքի։ Երկրորդը, այս թուղթը չի լուծում մեր առաջ կանգնած որևէ կենսական խնդիր։ Սահմանների հարց չկա, որ ասում են Ադրբեջանը համաձայնվել է։ Մինչ այս վարկյանը Ալիևը չի ասել, ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը այսինչ կիլոմետրաժով։ Չի ասել դա։ Ճանապարհների նկատմամբ ինքնիշխանության պահպանումը չկա։ Դե դրանք ոնց որ դուրս են համաձայնագրից։ Լավ, իսկ համաձայնագիրը ինչ հարց է լուծում։ Այսինքն եթե տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, այսպես կոչված Միջանցքի նկատմամբ պահանջները հետ չի քաշում, չճանաչելով տարածքային ամբողջականությունը որևէ երաշխիք չկա, որ իրանք ջերմուկից, ներքին հանդից, շորժայից հետ կքաշեն իրենց։ Դուք ասում եք ինչ չենք ստանում, բայց ինչ ենք կորցնում։ Ոչ մի բան չենք ստանում։ Հա, բայց ինչ ենք կորցնում։ Կորցնում ես քո անկախությունը, քո ինքնիշխանությունը։ Կոնկրետ։ Կորցնում ես հնարավորություն, լավ, եթե կոնկրետ հարցն ես ուզում, կորցնում ես հնարավորություն արժանապատիվ հարատև խաղաղություն հաստատելու, պահպանելով քո անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Շատ լավ բաներ եք ասում, բայց ես էլի կոնկրետություն եմ ուզում, օրինակ ԵՄ դիտորդները, եթե հայ-ադրբեջանական սահմանից դուրս գան, ԵՄ դիտորդները, որին ձեր խմբակցության ղեկավարը գրիչներով եւ հեռադիտակներով էր համարում եւ մի քիչ ծաղրական տոն կար ամեն դեպքում, դուք դա կորուստ կհամարեք, թե չէ։ Նայ, Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Ճիշտ է։ Գոնե Հա դու ես ընդունում դա հեքիաթ։ Չէ, մի ընդհատին Ռոբերտ։ Տես խնդիրն ի՞նչ է։ Մեր տարածքն է, ում կուզեն կբերենք։ Ճիշտ է։ Հիմա ես ասում եմ, բերելուց առաջ մի հատ հասկանանք մանդատները եւ կազմությունը։ Լավ։ Հիմա ամեն դեպքում Հայաստանի տարածքա, ում կուզեմ Եվրադիտորդ կբերեմ, կուզեմ Աֆրիկյան համագործակցության կազմակերպության դիտորդ կբերեմ։ Ինչի պետք է Ալիևը հրամայի ում բերեմ, ում չբերեմ։ Դա է խնդիրը։ Դուք դեմ եք նրանց դուրս գալու ԵՄ դիտորդներին սա։ Ես դեմ եմ, որ Ադրբեջանը մեզ պարտադրի։ Դու մեծ անտառը թողած, անտառի մեջի մի հատ թփի մասին ես հարցը տալիս։ Դե թփերից է կազմված անտառը, եթե դուք թուփ Չէ, եթե իրար կողք թփեր դնես, անտառ չի դառնա, անտառը շատ բարդ փոխհարաբերություններով բնորոշվող մի կենսական բազմազանություն է։ Եվ մեծ գազաններ։ Լավ, բայց ասածս ինչ է, սկզբունքը հետևյալն է, այս թղթով դու կորցնում ես արժանապատիվ, երկարատև, հարատև խաղաղություն հաստատելու հնարավորություն, որը կերաշխավորի քո նվազագույն պահանջները։ Բայց մի բան էլ կա։ Ինչ։ Իշխանամերձ շրջանակներ ասում են, իշխանամերձ շրջանակները չգիտեմ ձեզ ինչ են ասում, բայց մեզ հասկացնել են տալի, ասում են դեսա չլինի կռիվ կլինի։ Այդ ասեցիք, պարոն Խաչատրյան, ասում են դուք չեք կարող հաշվի չառնել պատերազմի արդյունքը։ Դուք հենց հիմա այնպես եք խոսում, կարծես մենք հաղթել ենք, հասել ենք Բաքու, այսպես լավություն ենք արել, Բաքվից հետ ենք հաշվել Հայաստան։ Շատ լավ հարց ես տալի։ Այսինքն դու ընդունում ես եւ իրանք ընդունում են, որ սա կապիտուլյացիայի թուղթ է։ Չէ, ուղղակի գետնի վրա եղած իրողությունների արձանագրումը, ասում են, արձանագրում են եղածը։ Այդ տրամաբանությունը իրանք չեն խափում, ճիշտ են ասում։ Իրանք խափում են մի այլ բանում, որ դա ոչ թե խաղաղության փաստաթուղթ է, այլ կապիտուլյացիայի փաստաթուղթ է, ասում են դե պատերազմ ենք պարտվել։ Ինչի այդ պատերազմը սկսեց, ով էր գորգորում Արցախ Հայաստանը եւ վերջ, ով էր ասում նոր պատերազմ նոր տարածքների համար, ով էր ասում ոչ մի թիզ չենք զիջելու, ով էր 15 տարվա Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների համաձայնեցված պատկերը, ասում ես ինչ չի հետաքրքրում, ճմրտում գցում էր մի կողմ, կերար, դու չէ։ Նրանք, նա։ Հիմա ինքը ասում է դե պատերազմ իրանք, ասում են դե պատերազմ ենք պարտվել։ Դա կապիտուլյացիան է։ Այո։ Մայիսի 8-ին 45 թվականի Գերմանիան կնքեց անվերապահ կապիտուլյացիայի փաստաթուղթ, որովհետև դա չկնքելը նշանակում էր պատերազմի շարունակություն։ Դե բայց մենք կապիտուլյացիայի ո՞նց ենք ենթարկվել, պարոն Խաչատրյան։ Բա եթե քեզ թուղթ են տալիս, Երևանը գրավել է։ Ինչ կապ ունի Երևանը գրավել է։ Ո՞նց Կապիտուլյացիա նշանակում է մայրաքաղաքի ով ասեց, այդ որտեղ ես այդ գիրքը կարդացել։ Չէ, դե մենք գոյություն չենք ունենա։ Ես եւ դուք այստեղ նստած չենք։ Այդ հեքիաթները քեզ Բաղրամյան Ճապոնիան, Տոկիոն գրավել էին ամերիկացիք։ Լավ, Չէ, մի րոպե, լավ չէ։ Տոկիոն ամերիկացի գրավել էին։
Տոկիոն ամերիկացի գրավել էին։ Չէ, բայց ատոմյան ռումբ էին նետել։ Լավ, հասկացանք, բայց հիմա էլ այսքան չափորոշիչը sense փոխեցիր, հա։ Տոկիոն ամերիկացիք չէին գրավել, բայց Ճապոնիան գնաց կապիտուլյացիայի։ Մայրաքաղաքի գրավումը երբեք կապիտուլյացիայի չափորոշիչ չի։ Երբ որ դուք ասում եք հանձնվելու չափորոշիչ է։ Չի նշանակում ինչ որ իմաստով բան անեք, էլի Ադրբեջանի այս պահանջները մի քիչ լեգիտիմացիայի բան։ Ո՞վ է լեգիտ։ Իրանք են ասում։ Չէ, որ մենք ընդունում ենք, որ կապիտուլացված ենք, ադրբեջանները ասում են լավ եք անում, որ ընդունում եք, բա այն պահանջները կատարեք։ Ռոբերտ, լսեք ինչ եմ ասում։ Կապիտուլյացիա երբ է լինում։ Կապիտուլյացիան երբ դու պատերազմը դադարեցնում ես թշնամուտ պահանջով։ Էդ է դրա սահմանումը։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Մենք այսինքն մեզ կապիտուլացված համարում։ Դու քեզ ուզում ես համարի աշխարհի ամենակրուտոյ տղեն։ Իրանք ասում են, այս պայմանների հետ կհամաձայնվես, պլյուս 350,000 ճակերտավոր արևմտյան ադրբեջանցու վերադարձ, պլյուս Միջանցք, պլյուս ռազմագերիների ներողություն։ Պատերազմի մասնակից։ Պատերազմի ոչ, հանցագործներին արտահանձնում Ադրբեջանին։ Հա, այսինքն օրինակ ինձ կարող է վաղը ցանկ ներառեն այդ ցանկի մեջ։ Հավատացեմ Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով դա կանի։ Ես թվում է արդեն հանձնած կլիներ, եթե իմանար որ դե գիտես ցանկը կա եւ 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան ոչ ոք չէր մտածում, որ այս պահանջները կլինեին։ Պարոն Փաշինյանը ականջը խուլ ուրեմն այս դեպքում։ Խուլ, չխուլ, ինքը այդ ամեն ինչ շատ լավ քեզնից էլ լավ գիտի։ Ասում է հայցերը հետ քաշի, բայց դատական process է գնում։ Կարող ասեն, հա, եղած հայցերը հետ քաշեցինք, բայց նոր եկած հանգամանքներ կան։ Ես նոր եկած հանգամանքներով եմ հայցերը ներկայացնում, ճիշտ նույնը ինչ որ եղավ գերիների հարցը։ Հա, նոյեմբերի 9-ին ով կար հանձնեցինք, բայց հիմա սրանք նոր գերիներ են։ Այսինքն այս ամեն ինչը ինչ է, եթե կապիտուլյացիա չի։ Չէ, որ մենք ասում ենք կապիտուլյացիա, պարոն Խաչատրյան, այդտեղ մի քիչ վտանգավոր բան կա, էլի, կարող եք չհամաձայնվել ձեր իրավունքները, բայց թույլ տվեք իմ տեսակետը հայտնել, որ ստացվում է, որ Ադրբեջան մենք կապիտուլացվել ենք եւ ընդունում ենք, դու էլ ինչ պահանջներ բերես, ուրեմն պետք է ընդունենք։ Նիկոլ Փաշինյանն դիմադրելու բան չի մնում, էլի։ Եղբայրդ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք, դու էր ասում, չէ, ասում են դե եթե չընդունենք, մոռանում եք, որ պատերազմ ենք պարտվել։ Այս թեման քո հարցից քո ռեմարկից բացվեց։ Ես ամեն ինչ կարող եմ ասել, պարոն Խաչատրյան։ Ճիշտ ես ասում, եւ շատ շնորհակալություն, որ ասեցի։ Շնորհակալություն, որ ասեցի։ Խնդիրն ի՞նչ է, իրականությունը հենց դա է։ Իրանք ասում են պատերազմ ենք պարտվել, դե պահանջները սա է, այլապես նոր պատերազմ կլինի։ Սա կապիտուլյացիա է։ Լավ, բանդիմության արժանապատիվ խաղաղության բանաձևը ո՞րն է։ Ես շատ եմ լսում ընդդիմությունը Փաշինյանն ինչի մեջ ասես, արժանապատիվ խաղաղություն։ Դա ինչ։ Առաջինը Հզորանանք գնանք Բաքուն գրավենք ծնկի գալիևը, հա։ Բան չեմ եկե։ Ասեք։ Պերֆեկտիվի չեմ եկե։ Խնդիրը հետեւյալն է։ Այո, արժանապատիվ նշանակում է որը քո մինիմալ շահերը պաշտպանում։ Ոնց ենք պաշտպանում։ Այ մենք ելնում ենք այսօրվա դրությունից։ Այսօրվա դրությունից։ Կապիտուլացված դրությունից ենք ելնում։ Շատ լավ, ուրեմն նա որ կապիտուլյացիայի է ենթարկվել, չի եղել մի դեպք, որ կապիտուլյացիայի ենթարկած ղեկավարը շարունակի ղեկավարել։ Որովհետև ինքը 21 թվին ժողովրդին ասեց, չէ, կապիտուլյացիա չի եղել։ Այս պայմանները ինքը 21 թվին ժողովրդին չի առել։ Չէ, կապիտուլացված երկիր ոնց է արժանապատիվ խաղաղության հասում, այ դա չեմ ասում։ Շատ լավ, այսինքն սրանից նախ քայլ 1 անհրաժեշտ պայման իրա գնալը։ Հիմա երկրորդը դու ունեցել ես դաշնակիցներ, ունեցել ես ուժեր, որոնք թույլ չեն տվել Բաքվի այս քաղաքականության իրականացումը։ Ոնց չեն թույլ տվել, եթե այս քաղաքականությունը։ Որովհետև դու բոլորին կորցրել ես։ Դե մենք ենք կորցրել, իրենք են մեզ կորցրել, չկան։ Չէ, դու ես դաշնակիցները, պարոն Խաչատրյան։ Եղբայր դաշնակիցները կան։ Երկրներ են, որոնք պետք է կարող են, եղել են քո դաշնակից։ Նրանք դաշնակից չեն եղել, պարոն Խաչատրյան։ Ես մի տարական բան ասեմ, կներեք խիստ անձնական չընկալեք, էլի սա։ Անձնական չէ։ Հա, չէ, զուտ այսպես բան, էլի։ Տեսեք, Բաքվի այսպես կոչված դատարանում մեր հայրենակիցներն են, չէ՞։ Այդ թվում ձեր կուսակցական ընկերներ։ Փաշինյանը դավաճաներ, սորոսականներ, արմատամետեր եւ այլն։ Պարտությունը պետք էր նրան պատժելու համար։ Բայց այդ մարդկանց ինչու չփրկեցին։ Եթե դաշնակից էին, Փաշինյանին գցում են, լավ են, բայց ձեր գործընկերներին ինչու դաշնակիցները երկրների մակարդակով ա լինում։ Չէ, նաև համախոհ ուժերի կամ նույն, այսպես ասենք, գծի մեջ գտնվող ուժեր։ Դուք համարում եք Ռուսաստանի դաշնակից։ Ինչի չփրկեցին։ Մենք մենակ Ռուսաստանի չենք համարում դաշնակից։ Լսեք, Ռուսաստանը
Այսօր դադարես լինել, հա, այդ կուսակցին մեզ շարունակ ասեմ ոնց եղավ այդ ամեն ինչը։ Դաշնակից չի այլևս, որովհետև այս իշխանությունները իշխանության դաշնակիցը չի, բայց դու չի լինում դաշնակից մարդու, դաշնակից կուսակցության, դաշնակից լինում ես պետության։ Արցախի ղեկավարությունը սորոսական չէր, արևմտամետ չէր եւ այլն եւ Փաշինյանի բայց շարունակությունը չէր։ Տարբեր բաներից ենք խոսում, որովհետև դաշնակիցը լինում է պետությունը պետության դաշնակիցն է։ Հասկացան, բայց Արցախն էլ միավոր է, չէ՞։ Հասկացա, բայց պետությունը պետությանա դաշնակից լինում։ Ոնց է դա։ Մի բան չի աշխատում։ Լավ, Փաշինյանը վատ։ Երկրորդը լավ է դաշնա այդ ռուսներին ես չէի, չէ՞ տարի այնտեղ։ Փաշինյանն էր տարը։ Չէ, ես ուրիշ բան եմ, ասում, որ ասում եք կար դաշնակից կորցրի։ Ես քեզ էլ եմ ասում կորցեցինք, հիմա դու հիմնավորում ես, որ այլ դες բանայց ուրեմն դաշնակից չի։ Արցախի ղեկավարներն անց դաշնակից։ Նախ Արցախի ղեկավարների մի րոպե, Արցախի ղեկավարները ինչի գնացին հանձնվեցին։ Որովհետև ռուսները չպաշտպանեցին։ Ոչ, որովհետև այնտեղ 70 հոգի պատանդ էին պահվում փրկարար ծառայության աշխատողներ։ Եվ ինչ է։ Եթե Հայաստանը ձեռներ Լիբանում քաշվում է մի կողմ, Ռուսաստանը պետքա քո շահերը պաշտպանի։ Պատերազմի առավոտյան Նիկոլ Փաշինյանը ինչ գրառում արը։ Հիշացնեմ մի հատ խնդրում եմ։ Որ սեպտեմբերի 19-ի։ Այո, պատերազմի առաջի առավոտյան Որ գտնվում են անվտանգ վիճակում, դա նկատի ունեք։ Հիշացրեք։ Որ կյանքներին վտանգ չի։ Դրանով Բայրամովա ծեփես Արադ Միրզոյանի բերանը։ Չէ, իրա գրառում է իշած։ Դե հիմա Փաշինյանի այս ամեն ինչի միջով մենք անցնում ենք հանուն Հայաստանի։ Այսինքն Հայաստանը ձեռները Լիբանում քաշվում է մի կողմ։ Ինչի պետք է Ռուսաստանը, Իրանը, Չէ, բայց Ռուսաստանն է, չէ, Արցախի մեր հայրենակիցներն անվտանգության երաշխիքները։ Սուտ այդ պնդումը, լկտի սուտ ա որ քեզ, որովհետև այդ փաստաթու Հայաստանի Հանրապետությունը այսօրվա ազգային անվտանգության ռազմավարությամբ համարվում է Արցախի անվտանգության երաշխիք, այսօրվա թղթով։ Երկրորդը Ռուսաստանը չէր տվել խաղաղության Իրոք Ռուսաստանը խաղաղության ներողություն խաղաղապահ, եթե խաղաղություն չի լինում, իրանք դառնում են ոչ պիտանի։ Նայի Իսրայելի եւ Ռուսաստանի դրոշը ինչ կարևոր է, էլի ինչ եմ ասում։ Չէ, չկա տենց բան։ Ռուսաստանը անտեղ է եղել համաձայնությունները պահպանելու համար։ Կա Իսրայել եւ Լիբանան։ Լիբանանի եւ Իսրայելի արանքը կան խաղաղապահ ուժեր։ Երբ Իսրայելի եւ Լիբանանի միջև հարաբերությունները լարվում են, ինչ են անում խաղաղապահները։ Բայց մենք գիտենք, չէ, որ ռուս խաղաղապահները այդքան էլ դասական խաղաղապահներ չեն։ Դա Ռուսաստանի քաղաքական երաշխիքն է։ Ո՞վ ասեց, ինչի քաղաքական երաշխիքն է։ Բայց ստորագրությունը ինչի համար է։ Ինչի քաղաքական երաշխիքն է։ Պարոն Պուտինը նոյեմբերի 9-ի տակ ինչի համար էր ստորագրել։ Ռոբերտ ջան, իրավկար։ Ինչու այդ մարդկանց ավտոբուսները նստեցրին հետ տարա նոյեմբերի 9-ից հետո։ Ճիշտ ես ասում։ Հիմա դրանից հետո էլ ինչ փոխվեց։ Հələ մի հատ հերթով արի սկսենք։ Էլ ինչ փոխվեց։ Լավ, եկեք առաջ։ Չէ, մի րոպե, լավ չի։ Ինչ փոխվեց դրանից հետո։ Որ Փաշինյանն ասում է սոտ խոզնավար հատվածում կարող են երրորդ երկրի ներկայացուցիչները գան պարեն սահմանը, որ գնում է եւ ստորագրում է, հայտարարում է Պրագայում, ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը։ Ռուսները եկել էին վիճելի տարածքում խաղաղապահ գործունեություն։ Եթե դու ճանաչում ես, որ այդ տարածքը որը միշտ եղել է, որը գոնե 92 թվականից եղել է վիճելի 30 տարի, այլևս Ադրբեջանա, ռուսները դե ինչ պիտի անեն։ Պարոն սիրելի պարոն Խաչատրյան, քանշ Ռուսաստանի նախագահներ ճանաչել այդ տարածքը Ադրբեջանի մաս, երբ որ իր խաղապանները տանկերով մտնում էին Արցախ։ Կներեք, էլի։ Ոնց է ճանաչել։ Ոնց, ինքը Ռուսիայի եթերում 2 անգամ նոյեմբերի 9-ից հետո Ասլը Հայաստանը չի ճանաչի անկախությունը։ Չէ, ասում է ոչ միայն 7 շրջաններ, այլև Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Նոյեմբերի 9-ի թղթի մեջ կարգավիճակի խնդիր չկա։ Չէ, բայց մարդը Բերանով ասում է, լսի, նոյեմբերի 9-ի թղթի մեջ կարգավիճակի խնդիր չկա։ Սիրելի պարոն Խաչատրյան, պարոն Պուտինի համար ես կարծում եմ իր խոսքը ավելի գերակշիռ է, քան Փաշինյանը եւ մարդը ասում է դա Ադրբեջանի տարածք է։ Փաշինյանին չէր սպասում էլի որ Փաշինյանը ճանաչեր, ինքը ասեր, այ որ ճանաչել է, ես իմ անվտանգային երաշխիքները։ Ասում է Հայաստանը երբեք դա չէր ճանաչե, իր անկախությունը չէր ճանաչե։ Ասում է թե Հայաստանը սկի չի ճանաչի, ինձնից ինչ եք ուզում։ Ամբողջ համատեքստը մի խառնի, ամբողջ համատեքստը ինչ էր այդ տարածության, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչի։
հա, չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ես եմ այդ ասում։ Դուք ասում եք Փաշինյանը գնաց Պրահա, ճանաչեց Արցախ Ադրբեջանը։ Վերջ Հայաստանը թողեց Ղարաբաղը Ադրբեջանի հետ մեն-մենակ։ Ռուսները մնան այնտեղ ինչ անեն։ Ռուսներն են մինչև դա ճանաչել, ասածս դա է, Արցախը Ադրբեջանը։ Լավ, հասկացա, բայց ինչի իրանք դուրս եկան տարած Լեռնային Ղարաբաղից, Արցախն ուրիշ հարց է։ Չէ, որովհետև դու, ես հասկանում եմ, որ դու փորձում ես ամեն ինչ գցել Ռուսաստանի վրա։ Ես քեզ ուրիշ փաստ ասեմ։ Կային, այո, սիրելի Ռոբերտ Անանյան, լսի ինչ եմ ասում։ Ֆրանսիան փորձեց միջնորդել հրադադար հաստատել։ Ամերիկան էլ միջնորդ։ Հերթով եմ գալու։ Ձախողվեցին, չէ՞։ Հիմա ռուսները մտան, ճիշտ է։ Ռուսները մտան որպես հրադադարի պահպանող կողմ։ Հանկարծ Փաշինյանը փոխում է տարածքի կարգավիճակը։ Կապ չունի Պուտինի ինչ արել։ Ոնց կապ չունի, ինքն է պարոն Խաչատրյան այդտեղ իր զորքով գնացել։ Լավ, գնացել է որպեսզի պահպանի նոյեմբերի 9-ի համաձայնությունը։ Պարոն Պուտինը ասել է, հարգելի Ադրբեջան, դա քո տարածքն է։ Հասկանում եք, հետո 2 տարի հետո Փաշինյանը նույն բանը կրկնել է։ Հիմա Պուտինի համար իր բառն է բան ծառակշիռ թե Փաշինյանի իր բառը չէ, պարոն Հասկացա, բայց ինքը հասկացել է, որ գնում է Ադրբեջան։ Կներեք, մի բան էլ ասեմ։ Ռուս խաղապահները ինչու են Ադրբեջանի հետ համաձայնեցնում խաղապահ կոնտինգենտի մնալու պայմանները։ Գնա Փաշինյանին հարցը տուր, որտեղ Փաշինյանն է այդ թուղթը ստորագրել։ Որովհետև ճանաչում են Ադրբեջանի գերիշխանությունը։ Որովհետև մանդատը տենցել չի համաձայնվել։ Բայց ես քեզ էլի եմ ասում, ավելի լավ տարբերակ ֆրանսիացիք մտան, այդ Legion d'Étranger Չեն էլ խոստացել, որ մտնել։ Հասկացա, սրանք խոստացել էին մտնել որոշակի համաձայնություն պայելու համար, լավ, ստատուս քվոն ով փոխեց։ Եկեք Նիկոլ Փաշինյանը փոխեց։ Լավ, օքեյ։ Եկեք անցնենք առաջ, էլի, պարոն Խաչատրյան, մյուս հարցը, Չէ, այս ընդունի բրծնենք։ Okay, հիմա անցնենք մյուսին։ Պարտությունը, ես Քո պարտությունը մի ընդունի, իմ նպատակը ստե քո այդ վիճելը չի։ Հա, չէ, ուղղակի միջազգային հայցից եկեք խոսենք, էլի, արդյոք դա, տեսեք, իշխանությունը ասում է, եթե նույնիսկ մենք գնանք միջազգային դատարաններում հասնենք Ալիևի հանցագործ լինելու այդ բառերը ստանանք, դա իրականության մեջ չի գործելու, պարոն Խաչատրյան, այդպես է թե չէ։ Կներես, բայ դեպքում միջազգային քրեական դատարանի Հայաստանը ինչի միացավ։ Ինչի միացավ, ուրեմն հիշի քննարկումները։ Ասում են Ադրբեջանի պատերազմական հանցագործություններ պատժելու նպատակով։ Խափում էին, չէ։ Դուք ասեք։ Ես ասում եմ, խափում էին ստորաբար։ Խափում էին։ Շարունակենք երրորդ հարցը։ Չկա, այսինքն այդտեղ հետևանքները դուք բան չեք համարում։ Ինչ հետևանքները։ Վտանգավոր չեք համարում։ Որին ինչը։ Եթե հետ կանչեն հայցերը։ Իհարկե վտանգավոր եմ ճանաչում։ Այսինքն առաջինը Արցախի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվում։ Ինչ նշանակում է հայցը հետ կա։ Իսկ իշխանության տեսակետը, որ դա կարող է գործնական նշանակություն չունենալ, եթե նույնիսկ ճանաչեն այսպես հանցագործ եւ այլն։ Ոչ։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ճանաչումը ունենա մեծ գործնական նշանակություն, որտեղ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի մենք Արցախի հարցը փակված չենք ճանաչում։ Բայց այդ ֆիքսենք էլի, որ ժողովրդին խափեցին ստորաբար, թե մենք վավերացնում ենք Հռոմի ստատուտը, որպեսզի Ալիևին բերենք պատասխանատվության։ Շարունակի։ Շատ լավ։ Ադրբեջան, տեսեք։ Մի բան էլ ասեմ, էլի, տես դու բանի դիտորդների մասին էիր խոսում։ Նիկոլ Փաշինյանը հիշում ես ոնց հիմնավորեց դիտորդների հրավիրելը։ Ըստ էության, որ պետք է լինի այսպես երրորդ աչք, որը կասի, որ մենք եւ Ռուսաստանը չենք հարձակվում Ադրբեջանի։ Այ ապրես, մենք եւ Ռուսաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու մտադրություն ունեինք։ Էլի խափեց, չէ՞։ Ադրբեջանն էր խափում իսկ։ Ոնց։ Դե բան էլ Ադրբեջանը խափած լինել, պարոն։ Նիկոլ Փաշինյանն էր ասում են մենք բերում ենք, որպեսզի Ադրբեջանին ցույց տանք, ասենք Ադրբեջան, չենք ուզում քո վրա հարձակվենք, Ադրբեջանն էլ հենց չէ մի բերեք, ավելի լավ է ես մտատանջվեմ, տվայտվեմ, հա։ Ես թվում է այդ նարատիվը Ադրբեջանն էր Որ նարատիվը։ Խաչատրյան, որ Հայաստանն ու Ռուսաստանը ուզում են հարձակվել իր վրա։ Հա, Ադրբեջանն ասա Ռուսաստանն ուզում են վրա հարձակվել։ Ըստ Փաշինյանի Ադրբեջանը տարածում էր այդպիսի լուրեր։ Ադրբեջանի մի հատ աղբյուր ասա, որ այդ լուրը տարածել է։ Միգուցե Փաշինյանը միջազգային գործընկերների հետ շփման ժամանակ է դա լսել, պարոն Խաչատրյան։ Ես չգիտեմ, ուղղակի ես ինչ նշանակում։ Իսկ միջազգային որևէ գործընկեր այդպես բան ասել է։ Հենց այդ եվրոպացու հետ հարցրա, որ այդպես բան ես ասում, աշկերտ թռնում է քյալներ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, Երանի մի օր կողքս ինես, որ այդ ազնիվ զարմանքը տեսնես։ Okay։ Մյուսը նոր սահմանադրություն։ Ահա։
նախաբանում ինչու չթողնել անկախության հռչակագրի հղումը, ես տարբեր ԿՊԱ-ական պատգամավորներս հարցը տվել եմ եւ այսպիսի տեսակ է անկախության հռչակագիրը կատարել է իր պատմական դերակատարությունը, հիմնադրվել է պետություն, հիմա նախաբանում պետք է մենք դնենք ապագային ուղված ուղերձներ։ Բայց դա քո հիմքն է, դե ապագան կառուցում ես հիմքի վրա, չէ՞։ Այ ձեր համար ինչու է սկզբունքային, որ մնա հռչակագրին հղումը։ Նախ, որովհետև ճիշտ նկատեցի, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության հիմքը դրվել է հռչակագրով, եւ դու հիմքի վրա ես ապագան կառուցում։ Այլապես ամեն ինչ քանդում ես եւ փորձում ես կառուցես նորից։ Այն ինչ որ պահանջում է Ադրբեջանը, եւ այն ինչ որ երեք ասեց ներողություն արդարադատության նախարարը։ Մենք չենք ուզում, որ սահմանադրությունը խոչընդոտի խաղաղությանը։ Այսինքն մենք փոխում ենք մեր սահմանադրությունը, որովհետև Բաքուն դա չի ուզում։ Էլի նույն, գիտես, թասիբի խնդիրն է։ Միգուցե խորհրդանական համակարգն է խոչընդոտում խաղաղության պայմանագրին։ Ինչ եք կարծում։ Հա, ճիշտ է։ Չէ, ճիշտ է, չէ։ Դες ոնց չեն ֆայմել այն մարդ, ոչ Նիկոլա, ոչ Իլհամը։ Բանջին խորհրդանական համակարգը փոխեն։ Չենք հասկացել։ Նոտ որ այս գալիք Երևանը քարորիայի ժամանակ հարցը պատասխանին կասեմ այդ հարց։ Կասեմ արի այդ թեման փագի գնա։ Բայց լավ հարց է, կուզենայինք Փաշինյանից լսել, ոնց է այս սահմանադրությունը խոչընդոտում խաղաղությանը։ Ասում եմ, քանի անգամ է 5-6 ժամանոց հարցը բան տալի, մամուլի ասուլիս տալ գնա հարցրա։ Այսօր ԿՊԱ-ական պատգամավոր ունենք, հյուր այդ հարցը կտամ։ Հյուր ինչ է Իրան։ Հա, նոր հյուր է գալու։ Այո, հյուր է գալու ձեզնից հետո, բայց դուք ինչ եք մտածում այդ հայտարարության վերաբերյալ։ Դու ընդհանուր պատկերը թողած, բանեսան։ Սահմանադրության փոփոխություն, ինչի է Ադրբեջանը քեզ պահանջում փոխել քո սահմանադրությունը։ Ադրբեջանի հիմնական նպատակն է Հայաստանը որպես ինքնիշխան, ինքնուրույն գործոն վերացնելը։ Եվ դա արվում է սահմանադրությամբ, դա արվում է այդ փաստաթղթով, որը իրենք կոչում են խաղաղության պայմանագիր, որը իրանք ցանկություն էլ չեն հայտնել ստորագրել, հասկանում ես հարցն ինչու՞մ է։ Իրանք ասեն այդ տեքստը կա, բայց չենք ստորագրի, քանի սա սահմանադրությունը չփոխվի։ Հենց որ չեք ստորագրում, ես չեք անում, են չեք անում, Նիկոլ Փաշինյանն էլ այսօր առավոտյան ասել է, մենք պատրաստ ենք ստորագրենք, իրանք ինչ են ասում, ասում են լավ է սարը, նստի տեղդ, էսե կանես, այն համաձայնեցված տեքստը կստորագրենք։ Նախ գլխավոր պահանջները, հետո կարող է գանք նաև այն մյուս այսինքն այդ թղթի կտորը քեզ ոչի բան չի տա։ Իսկ կներեք, պարոն Խաչատրյան, այդ բաժանումը, որ կա 17 կետ այսպես կոչված համաձայնեցված, հա, եւ ավելի ծայրահեղական պահանջներ, որոնք այդ համաձայնագրից դուրս են։ Այդ ինչով եք դուք պայմանավորում, որ կան 17 կետեր, որոնք այո համաձայնեցվել են եւ այլ, այսինքն որոնք ոչ մեկ չի տեսա։ Okay, բայց այսինքն բաժանում կա, հա, այդ ծայրահեղական Ադրբեջանի պահանջները ինքը ըստ էության կարող է չել փորձել այդ նախագծի մեջ բերի, կամ մենք ներկա չենք եղել, կամ բերել է, հանել է, բայց այդ բաժանում դուք ինչով եք պայմանավորում, որ կան, այսպես ասենք, համաձայնեցված կետեր եւ կան չհամաձայնեցված, չբանակցված, բայց պահանջվող կետեր։ Բանակը չզինեք, չգիտեմ, ադրբեջանցիները վերադառնան եւ այլն, այն ինչ որ խոսեցինք։ Կարող են բազմաթիվ վարկածներ առաջ քաշել, չգիտեմ ինչքանով են դրանք հետաքրքիր։ Ինքը հասկանում է, որ Ալիևը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ով գա, ել ավելի չասեմ, ավելի վճռական է լինելու պետական շահերը, ազգային շահերը պահելու հարցում, եւ հետեւաբար իրան պետք է որ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն։ Հիմա որպեսզի մերկապանոց չմնեն հնչեն խոսքերս, հիշացնեմ 21 թվականի փետրվարի 25, հիշում ես այդ օրը։ Որ ասեք ինչ հետ էր կապված։ Հետո գլխավոր շտաբը հայտարարություն է տարածում։ Հրաժարականի Փաշինյան։ Դրանից կես ժամ հետո ինչ հայտարարություն է հնչում Թուրքիայից։ Հստակ պաշտպանում են Փաշինյանին, չէ՞։ Թուրքիան պաշտպանում է Հայաստանի վարչապետին։ Եվ միգուցե տեքստը շատ չծանրաբեռնելու համար, իր համար ստեղ խնդիրներ չսարքելու համար, ասում են լավ, այս ստորագրի մնացածներն էլ ձեռի հետ կամաց։ Սկզբից 20000 հոգի, 30000 հոգի, եւ դա կներկայացի որպես Հայաստանի ազգային շահերից բխող խնդիր, մենք ֆաշիստական պետություն չենք, որ մենակ հայեր ապրեն, չնայած մենակ հայեր չեն ապրում։ Բանակի զինաթափումը, տես Արարատ Միրզոյանին ինչ ասում, ասում զենքը առել ենք։
բայց չենք օգտագործելու։ Խաղաղության են գնում։ Այդ սովետի թվին այդպես մադոննա սերվիզներ էին առնում։ Առնում դնում էին սերվանտին, որ հարևանը գա տեսնի, որ ունես։ Բայց էլ մենակ փորձի ասեի ստանալով ինձ կոֆե դուր։ Ջուրը պրծած կլներ, շաքարը, կոֆեն եւ այլն։ Խնդիրները էլ ասենքան Միջանցքի խնդիրը, չէ՞, ես ձեր մոտ եմ ասել, Միջանցքի սահմանում չկա։ Օրինակ համաշխարհային բանկը Միջանցքը սահմանում է որպես մի տարածք, որով անցնում են տարբեր կապուղիներ։ Լավ, կա միջին Միջանցք օրինակ, կամ տրանսկասպիան Միջանցքը, սկսում է Չինաստանից, ստաններով անցնում է Ղրղստան, Տաջիկստան, այո։ Ադրբեջան եւ որ հետո գնում է դեպի ուրեմն Եվրոպա։ Որ երկրով որ անցնում է, այնտեղ դու ունես ինքնիշխանության պահպան։ Այսինքն եթե տարածքը անցնում է Ուզբեկստանը, Ուզբեկստանը իր պահում է իր ամբողջական ինքնիշխանությունը։ Այս դեպքում տեսեք ինչ են անում Փաշինյանը եւ Ալիևը։ Իրանք Միջանցքը կապում են ինքնիշխանության հետ։ Ասում են, չէ, այստեղ Հայաստանի ինքնիշխանությունը լինելու է, բայց Ադրբեջանը կարող է մտնի դուրս գա ոնց ուզենա։ Դա ինչ է, եթե ոչ սուվերեն Միջանցք Ադրբեջանին։ Ավելին ասեմ, եթե Ադրբեջանը մտնի դուրս գա առանց ստուգման, այնտեղ կարող է մի հատ մեքենա պատահաբար պայթի եւ դա Ադրբեջանը կարող է օգտագործի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար։ Այսինքն այս խնդիրները իրանք ձեռի հետ անցկացնում են, իրանց համար սկզբունքային նշանակություն չունի։ Իրանց համար կարևոր է, որ այս զիջումներին Հայաստանը գնա։ Եվ ամեն զիջման, եթե Հայաստանը հանկարծ փորձի ասի, չէ, կգա Նիկոլ Փաշինյանը եւ կասի ժողովուրդ սա էլ չանեն, կլինի պատերազմ։ Իսկ գաղտնիքը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է մի հատ թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն։ Կապ չունի բովանդակություն։ Այդ թղթով ինքը գալու է ժողովրդին ասի, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, տեսեք բերել եմ, հիմա գնում եմ ընտրությունների։ Նայ օրինակ Արարատ Միրզոյանը, որ եկել էր ազգային ժողով, չէ՞ ինչ ասում, 24 թիվը ամենախաղաղ տարին է եղել։ Ինչ ուզել են տվել ես։ Ինչ ուզել են տվել ես, է պարզը որ խաղաղ պետք է լինի։ Բայց տվել ես, չէ՞։ Դե փորձեր մի հարցի ասեիր, չէ։ Խաղաղ կլինի։ Նրանք հիմնվում են լեգիտիմության սկզբունքի վրա, իսկ դուք դաշնակցական սկզբունքների վրա պարոն Խաչատրյան։ Այսինքն որ թուրքերը Հայաստանում են, դա լեգիտիմության սկզբունք է։ Մի հարց էլ տամ, Փաշինյանը։ Չէ, մի րոպե։ Այսինքն որ Ադրբեջանը ջերմուկում է, դա լեգիտիմություն է, հա։ Չէ, դե այդ 4 գյուղերի թեմայով ասում են պետք է մենք մեր գործողությունները հիմնված լինեն լեգիտիմության։ Լավ հասկացա, իրան իսկ այն որ էլի եմ ասում, դու լեգիտիմության հիման վրա տարածք տվեցիր։ Լավ, մի թիզ հողել Ադրբեջանը թող տար։ Լավ հարց է, ճիշտ հարց է, բան չասի։ Իսկ դուք առաջիկա հարց պատասխանին Փաշինյանին կարող է այդ հարցը տակ սահմանադրությունը ոնց է խանգարում այսինքն այսօրվա սահմանադրությունը արտադատության նախարարը ասում է պետք է ընդունենք սահմանադրություն, որը չի խոչընդոտի խաղաղությանը։ Հա, Նիկոլ Փաշինյանը ուրիշ է ներկայացնում, ինքն ասում է սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Ես էլ ասեմ, եթե սահմանադրությունը լեգիտիմ չի, ուրեմն դու էլ լեգիտիմ չես, որովհետև դու այդ սահմանադրության հիման վրա ես դարեվարչապետ։ Եվ եթե դու ասում ես 15 թվականի հանրաքվեն, կեղծ էր։ Ուրեմն գործում է 5 թվականի հանրաքվեն։ Որով չկար վարչապետի այսպիսի։ Այսինքն ինքը էլի եմ ասում, բայց խնդիրն ինչու՞մ է գալիս, դա ինքը։ Ես մի անգամ ազգային ժողովում էլ ասեցի Ջորջ Օրվելը, այդ իր դիստոպիան որ գրել է 1984, ինքը գրել է որպես զգուշացում, ոչ թե որպես ուղեցույց։ Հիմա իրանք նույնն են անում, ասում են պարտությունը դա հաղթանակ է։ Զիջումը դա նվաճում է։ Իրանք ինքը ինչ ասում, ինքը ոչ չի գա ասի Ադրբեջանը պահանջում է, ինքն ասում ինքը գալիս է եւ Ադրբեջանի պահանջը նենց է փաթեթավորում, որ միջին վիճակագրական քաղաքացուն թվա, որ դա Հայաստանի շահերից է բխում։ Այդ է ամբողջ հարցը։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան Factor TV գալու համար։ Հյուրընկալել ենք Արթուր Խաչատրյանին։